Սեպտեմբերի 7-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց։ Արդեն 13-րդ տարին է Խաչվերացի տոնի նախորդ կիրակի օրը այստեղ մատուցվում է պատարագ, որին մասնակցում են ուխտավորներ աշխարհի տարբեր ծագերից։ Այս տարի պատարագիչը Միացյալ Թագավորությունում հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն էր, նախագահում էր Պոլսի հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ուխտավորները Հովակիմ եպիսկոպոսի առաջնորդությամբ մեկնել են ուխտագնացության, նորոգելու հավատքը, պատմական հիշողությունը եւ համայնքային կապերը։ Ուխտագնացությունը մեկնարկել է Ստամբուլում Պոլսո հայոց պատրիարքի օրհնությունը ստանալուց հետո։ Այնտեղից շարունակել են ճանապարհը դեպի պատմական հայկական քաղաքներ ու սրբավայրեր։ Էրզրումում այցելել են Սանասարյան վարժարանի շենք ու հայկական թաղամասերի ավերակներ։ Կարսում եղել են Առաքելոց եկեղեցում, որն այսօր էլ միջնադարյան հայ ճարտարապետության վկան է։ Անիում շրջել են տաճարների ու եկեղեցիների ավերակների մեջ եւ հայկական մեկ այլ խմբի հետ աղոթել են հանուն հայրենիքի խաղաղության։ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ կայացող պատարագին այս անգամ սպասավորել են սարկավագներ Ստամբուլից եւ Լոնդոնից, իսկ Արմաշի արական երգչախումբը երգել է Կոմիտասի պատարագը։ Պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստի կարգ հայ եկեղեցու եւ մասնավորապես Աղթամարի երբեմնի կաթողիկոսության հանգուցյալ սպասավորների հիշատակին։ Հիշատակվել են նաեւ Սուրբ Խաչ հայրապետանիստ տաճարի բարերար Գագիկ Արծրունի թագավորը, ճարտարապետ Մանուելը, ամենայն հայոց եւ Աղթամարի երջանկահիշատակ կաթողիկոսները, Վանի երբեմնի թեմի հանգուցյալ հավատացյալները։ Պատարագից հետո եկեղեցու բակում կատարվել է անդաստանի կարգ, օրհնվել են աշխարհի 4 կողմերը, հայոց հայրապետությունը, քրիստոնյա թագավորություններն ու իշխանությունները, վանքերն ու անապատները, քաղաքներն ու գյուղերը եւ դրանց բնակիչները, աղոթել են պտղաբերության եւ խաղաղության համար։ Մեծ Բրիտանիայից եկած ուխտավորները եղել են նաև Արագավանքում, ապա վերադարձել են Միացյալ Թագավորություն, վերածնված հավատքով եւ հոգեվոր կապերով, որոնք նոր ուժ են տալիս պահպանելու հայ ժողովրդի հարատևող ինքնությունն ու հոգեվոր ժառանգությունը։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։